Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ բարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափերով, գույնով եւ այլն եւ այլն։ Մեջբերումը սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքից է։ 4 գլխից բաղկացած փաստաթղթում մանրամասն շարադրված են սպառողի ու ապրանքն իրացնողի իրավունքներն ու պարտականությունները, միայն թե դրանց քչերն են հետևում։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող կազմակերպությունը դիտարկել է 250 տնտեսվարողի ու պարզել, որ 50%-ը օրենքին չի տիրապետում։ Անգամ բացահայտ օրենքի խախտման դեպքեր ենք մենք նկատում, այսինքն մտնում ենք խանութ եւ տեսնում ենք վահանակ, որտեղ հստակ գրված է, որ գնված ապրանքը ետ չի ընդունվում եւ չի վերադարձվում։ Բաբկեն Պիպոյանը միևնույն ժամանակ նշում է, որ գնալով ավելի քիչ են նման գրություններ հանդիպում, բայց դրանց բացակայությունը դեռ խնդրի լուծում չէ։ Խանութներն օրինակ ապրանքը հետ են ընդունում միայն սպառողի հետ նախնական համաձայնության գալուց հետո, այն էլ ոչ թե 14 օրվա ընթացքում, ինչպես սահմանված է օրենքով, այլ ամենաշատը 5 օր ժամանակ տալով գնորդին։ Տնտեսվարողները չեն տիրապետում օրենքին, սպառողներն էլ չգիտեն իրենց իրավունքները։ Կազմակերպությունն այցելել է նաև տներ ու պարզել, որ հարցվածների 70%-ը լիարժեք տեղեկացված չէ, երբ եւ որ դեպքում կարող է վերադարձնել կամ փոխանակել գնած ապրանքը։ Առաջին հերթին պետք է պահպանել ՀԴՄ կտրոնը։ Սա այն բացառիկ դեպքերից է, որտեղ ՀԴՄ կտրոնը պետք է մարդուն ոչ թե վիճակահանությանը մասնակցելու համար, այլ հետագայում խնդիրներ չունենալու համար։ Հիմնականում ապրանքը վերադարձվում է վատ որակի պատճառով, իսկ եթե գնացը անձնական հիգիենայի կամ բուժման համար նախատեսված ապրանք է, փոխանակման ենթակա չէ։ Թերեզա Կադաևչյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։